Հոր եւ Որդու եւ Որդու Սրբո ամեն լույս է Աստված եւ ով խավարի մեջ է բնակվում չի ճանաչում լույսը ու խաբում է իսկ ով ճանաչում է լույսը ապա Քրիստոսի մարմինն ու արյունը նրան մաքրում են ամեն տեսակի մեղքերից լույս է Աստված ոչ զգալի ոչ շոշափելի, այլ իմանալի, անճարելի, անտեսանելի, որովհետև լուսավորում է բոլոր մարդկանց, աստվածային լույսով է լուսավորում, բնությամբ է և էությամբ է լույս, իսկ աշխարհի զգալի, տեսանելի իրերը խավարային են, որովհետև չեն լուսավորում և էությամբ է լույս չեն կրում, այլ ծանր են։ Ուրեմն այս լույսը Աստված իր զգալի, իր իմանալի էությամբ, իր լուսո բնությամբ ծագեցնում է իր լույսը իր արարածների վրա։ Եվ առաջինը աստվածային լույսի բնակարան է դառնում մարդկանց միտքը, որովհետև միտքը օդի նման է, անոսր է, թեթև է, և ինչպես լույսի ճառագայթները ամբողջկապես կարողանում են ներթափանցել օդի բոլոր մասնիկների մեջ, այնպես էլ աստվածային լույսը կարող է բնակվել մեր մտքում, ներթափանցել ու լուսավորել մեր միտքը։ Ինչպես Դավիթ մարգարեն էր ասում, թե Տեր, քո երեսի լույսով ենք տեսնում լույսը։ Այսինքն աստվածային լույսը մեր մտքի երեսն է, մեր մտքի խորքերն են ներթափանցում և աստվածային լույսով ենք տեսնում աստվածային լույսով պատվիրանները։ Որովհետև լույս են քո խոսքերը իմ ճանապարհին, ասում է Դավիթ մարգարեն, իրապես աստվածային խոսքերը լույս են մեր երկնքի արքայության ճամփորդության ընթացքում։ Որովհետև աստվածային լույսով է, որ լուսավորվում է մեր միտքը և կարծես լուսարցակ լինի Աստծո խոսքը մեր մտքից բխած ու մեր մտքից ճառակող, որ ցույց է տալիս ամեն ինչ մեր տանը, մեր հոգու, մեր մտքի, մեր մարմնի տանը և սկսում ենք աստվածային լույսով ճանաչել, հստակ զատորոշել չարը և բարին։ Աստծո խոսքն է, որ այս բոլորը պարգևում է։ Բայց ինչպես աննյութական, անոսր օդը իր մեջ ընդունում է լույսը, այդպես էլ ցավոք սրտի արագ ներքաշվում է խավարի մեջ։ Եթե լույսը պակասում է, եթե լույսը հեռանում է, ավելի ճիշտ մենք ենք լույսից հեռանում, այդ ժամանակ միտքը իբրև անոսր, թեթև օդ ներքաշվում է, ներթափանցվում է, խորասուզվում է խորին խավարի մեջ։ Այսինքն, երբ մենք Տիրոջ պատվիրանների լույսից, Աստծո խոսքից, հոգևոր, հոգեղեն իրողություններից հեռանում ենք, ապա անմիջապես այս աշխարհը, մարմնի զգայանները, մեղքը, գայթակղությունները, զբաղմունքները մեզ ներքաշում են աշխարհային իրողությունների մեջ։ Դրանք կարող են թվալ անմեղ, բայց իրականում խավար են, տարբեր աստիճանի խավար։ Այլ է լույսը և այլ է խավարը։ Եվ այդ պատճառով է Հովհաննես Ավետարանիչն ասում, թե լույս է Աստված, և ով խարխափում է խավարի մեջ, սուտ է խոսում, նրա մեջ Աստծո սերը չկա։ Ուրեմն պետք է ներամփոփվել մեր մեջ, մտնել մեր մտքի խորին հատակները, մեր սրտի խորունկ մասերը
գտնել այնտեղ լույսը եւ ծագեցնել աստվածային լույսը եւ խավարը աշխարհի հոգսը, աշխարհի զբաղումը ոչինչ չամանել, հեռացնել մեզանից եւ այն ժամանակ Տիրոջ լույսը կծագի մեր սրտում եւ անմիջապես կփարատվի մեղքի, անգիտության խավարը եւ Աստծո որդու Հիսուս Քրիստոսի արյունը կմաքրի մեզ մեր գործած խավարային մեղքերից։ Այս է ասում Հովհաննես Ավետարանիչը։ Լույս է Աստված, եւ ով լույսի մեջ է բնակվում, նրա մեջ խավար չկա, եւ ամբողջովին լուսավորված է, եւ Աստծո որդու մարմինն ու արյունը մաքրում են նրան ամեն տեսակի մեղքերից։ Աստվածային լույսը կրկնակի կերպ է ծագում մեր մեջ, նախ մեր միտքն է մաքրում, այնուհետև մեր զգայաններն է մաքրում ամեն տեսակի չար հակումներից եւ չար սովորություններից եւ մեր սիրտն է ջերմացնում աստվածային սիրով եւ մեր երիկամներն է բորբոքում վառ աստվածային սիրո ակունքով, բայց խավարը նույն կերպ խավարեցնում է մեր միտքը ներսից, չարի փորձություններից, չարի սադրանքներից ու չար խորհուրդներից, բայց նաև արտաքինից մեր զգայաններն են խաբվում եւ այսպես երկու մուտք կա չարի կամ խավարի մեր մեջ, նախ եւ առաջ մեր ներքին միտքը, որ մեզ միշտ ալեկոծում է, բայց նաև արտաքին զգայանները, որ գայթակղեցնում են մեզ։ Այդպես գայթակղվեց ու խաբվեց Դավիթ թագավորը, Դավիթ մարգարեն, որտև քանի դեռ Բերսաբեին չէր տեսել, չէր ալեկոծում, չէր խռովում, բայց տեսավ ու գայթակղվեց ու շնության մեղքի մեջ ընկավ։ Բայց ներքին մեղք գործեց Հուդա, որ չարը նրա մտքի մեջ խոր արմատներ ձգեց արծաթասիրության եւ վերջո սրտում պտղաբերեց դավաճանությունը, ուրացությունը եւ Տիրոջը վաճառեց 30 արծաթով։ Ուրեմն այս երկու խավարն էլ փարատվում է աստվածային խոսքերի լույսով։ Նախ միտքն է լուսավորվում, այնուհետև արտաքին զգայաններն են մաքրվում Տիրոջ պատվիրանները կատարելով, աղոթքով, պահքով, սուրբ խորհուրդներով եկեղեցու։ Եվ այսպես էին ընթանում սուրբ ոսկյանք, որոնց աշակերտներն էին Սուրբ Սուքիասյանք, որ Արտաշես հայոց թագավորի օրոք գալիս են հայոց երկիր, որը նախկինում աշակերտել էին Թադեոս առաքյալին։ Եվ հայոց արքունիքում եմ գտնվում Ալանած իշխանուհու բարեկամները, իշխանազուն Սուքիասյանք, որ Սուքիասի գրողավորությամբ էին 19 հոգի, եւ սրանց բոլորին էլ դարձի են բերում, Քրիստոսին ժառանգորդ են դարձնում։ Այնուհետև երկու խմբերն էլ աստվածային տրոնությամբ եւ Սուրբ Հոգու ազդեցությամբ հեռանում են Սուկավետ լեռները, ծաղկանց լեռները եւ այնտեղ 40 տարի ճգնությամբ ու աղոթքով են անցկացնում իրենց օրերը, որից հետո Ալանած արքայադստեր որդիները, որ արդեն չափահաս տղամարդիկ էին, հիշում են իրենց ազգակից բարեկամներին եւ Բարլախ անունով մի բռնավոր իշխանի ուղարկում են ետ բերելու Սուքիասյանց։ Սրանք հանձն չեն առնում, որովհետև արդեն իսկ ուրացել էին աշխարհը եւ իրենց իշխանական պատիվը ոչինչ չէին համանում, ընդունել էին Քրիստոսից պարգևված փառք։ Ի վերջո հրաման է արձակվում, որ նախ գլխատվեն ու սպանվեն Սուրբ ոսկյանք, որ 5 հոգի են ոսկի կամ Խրիվսի գլխավորությամբ, որից հետո նաև Սուրբ Սուքիասյանք։ Եվ ավանդությունն ասում է, որ Սուրբ ոսկյանց նշխարները անհետանում են եւ հայտնի կլինեն աշխարհի վաղճանին։ Այսպիսին էին
սուրբ ոսկյանք, որ իրապես ընտիր, ազնիվ ոսկի էին, բովված աստվածային սիրով, չարչարանքների ու նեղությունների մեջ թրծված և անարատ ու ընտիր ընծա եղան Տիրոջը, մատուցվեցին և զոհաբերվեցին ու մարտիրոսացան հանուն Քրիստոսի։ Եվ այսօր էլ մեզ բարեխոսում են, մեզ համար, մեզ էլ առաջնորդելով դեպի երկնքի հավիտենական արքայություն։ Ամեն։